Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հանրային հեռուստաընկերությունում էր հարցազրույցի։ Մի շարք հարցերի պատասխաններ տալիս Մարագոսը դիվանագիտորեն լղոզեց, մանևրեց, շրջանցեց։ Ժամանակներն են այդպիսի։ Կար ժամանակ, երբ Եվրամիության տեսփաններն ավելի համարձակ էին, ավելի կոշտ դիրքորոշմամբ գնահատականներ էին տալիս, ավելի կտրուկ էին եւ բաց։ Ժամանակներն էին այդպիսին։ Ինչպես կգնահատեք Հայաստանի բարեփոխումների եւ ժողովրդավարացման ընթացքը, հարցնում է Պետրոս Ղազարյանը։ What is important is that there is Կարևոր է այն, որ հայ ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարությունը, իրենց ապագան որոշելու եւ իրենց հաստատությունների ամրապնդման շատ կարևոր է եւ գործընթաց է, որը տեղի է ունենում բոլոր ժողովրդավար երկրներում շուտով լինելու ընտրություններ Հայաստանում, կան բարեփոխումներ, դեռևս կան մարտահրավերներ այսօրում, բայց կարևոր որ բարեփոխումներ են տեղի ունենում։ Իսկ ժողովրդավարությունը, հարցնում է Պետրոս Ղազարյանը, Եվրամիության տեսփանը կրկին չի պատասխանում։ Փոխարենը պատմում է այն մասին, որ առհասարակ կարևոր արժեք է ժողովրդավարությունը։ Որ մենք կիսում ենք Եվրոպական միությունն ու Հայաստանը։ Մի պահ նաև ակնարկում է. Հայաստանում տեսանելի զարգացում եւ առաջընթաց կա։ Իրեն զեկույցներում այդ առաջընթացը մատնանշել են։ Ժողովրդավարության մակարդակը մոնիտորինգի է ենթարկվում մասնագիտացած հաստատությունների հետ, դեռևս տեսանելի զարգացում եւ առաջընթաց կա։ Մարագոսն իհարկե չի հստակեցնում ժողովրդավարության ամրապնդման առումով հատկապես ինչ առաջընթաց է նկատել Եվրամիությունը մեր երկրում։ Օրինակ, եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս զարգացումները այդ առաջընթացի մաս են։ Ազգային անվտանգության ծառայության ներգրավումը պրոցեսներին կրկին այդ առաջընթացի շարունակությունն է։ Խոսքի համար մարդկանց բանտարկությունը, խուզարկությունները, գաղտնալսումները, ինտիմ տեսանյութերի հրապարակումը, վարչական ռեսուրսի մասսայական կիրառումը այդ տեսանելի զարգացման օրինակներից են։ Հնչում է հաջորդ հարցը։ Ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ եւ չկա խոսքի ազատություն, իսկ Եվրամիությունը աչք է փակում։ Եվրոպական միությունը չի կարող կոնկրետ դեպքերի վերաբերյալ ունենալ քննարկումներ կամ կոնկրետ դատական գործերով ներգրավել եւ քննարկել եւ խոսել։ Եթե ասեմ, որ սա կեղծիք է, դիվանագիտական լեզուն գուցե թույլ չի տա կոշտ կլինի, բայց սա իսկապես կեղծիք է։ Այլ կերպ չեմ կարողանա դիվանագիտորեն փաթեթավորել։ Եվրամիությունը կարող է, Եվրամիությունը կոնկրետ դեպքերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ունեցել է, Եվրամիությունը կոնկրետ դատական գործեր մոնիտորինգի տակ է պահել, ավելին ասեմ, անգամ հերթապահել են դատարանի դահլիճում, թե Եվրամիության գրասենյակից ով պետք է ներկա լինի այս կամ այն գործով դատաքննությանը։ Ժամանակներն էին այդպիսին։ Պետք էին այդ գործերը Հայաստանի օրվա իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու համար։ Ուրեմն Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների տեսփանությունները հավաքական որոշում կկայացնեին, ինչ որ մի դատական գործ պահել ուշադրության կենտրոնում։ European Union and our member states through our representatives have attended all sessions of the court on this case. Այս գործով բոլոր նիստերին Եվրոպական միության անդամ պետությունների ներկայացուցիչները եւ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են ներկա են գտնվել։ It happened that today is my turn. Այդպես ստացվեց, որ այսօր իմ հերթն է։ Տեսանյութում Եվրամիության նախկին տեսփանն է, դատարանի դահլիճում, 2018 թվականն է։ Լրագրողը հարցնում է, ինչով է այս գործն արժանացել ձեր ուշադրությանը։ Դիվանագետը պատասխանում է. It was a collective decision of the European Union member states here in Armenia. Դա հավաքական որոշում էր Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների տեսփանությունների կողմից։ Հիմա այլ են ժամանակները։ Օրինակ, խոսքի համար ազատազրկված arczepiskopos Աջապահյանի գործն այսօր հետաքրքիր չէ ոչ մի միջազգային կառույցի։ Չնայած Մարագոսը հիշեցնում է, խոսքի ազատությունը շատ կարևոր արժեք է։ Շատ կարևոր է, որ այն լիարժեքորեն հարգվի։ Չնայած որ այդ իրավունքը չի հարգվել, միևնույն է, այսօր չեն հերթապահում դատարանների դահլիճում։ Եվրամիության անդամ պետությունների տեսփանությունները հավաքական որոշում չեն կայացնում մոնիտորինգ իրականացնել։ Դատական համակարգի անկախության հարցին էլ առանձնապես առանցքային նշանակություն չեն տալիս։ Հնչում է Պետրոս Ղազարյանի հաջորդ հարցադրումը։ Հիմա, քանի որ մեր կուրսը Ռուսաստանի դեմ է, դուք դաժանաբար չեք քննադատում, քանի որ կուրսը համահունչ է Եվրամիության կուրսին։ Այ ո՞նց կմեկնաբանեք։
I'm not sure that I understand the logic. Չեմ հասկանում, կարծում եմ լոգիկան այստեղ։ Սա առաջին անգամ եմ ես լսում նման մեկնաբանություն։ Իսկ մենք չեք էլ պատկերացնի, թե տարբեր փուլերում, աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակներում ինչեր ենք տեսել ու լսել, միջազգային չինովնիկների ինչպիսի ճկուն կերպարանափոխությունների ականատեսն ենք դարձել։ Պայքարել ենք, կռիվ տվել ամեն մի թիս հաջողության համար, քայլ առ քայլ, հասել ենք մի հանգրվանի, որից թեև դժգոհ ենք, բայց ունենք սա, ինչ ունենք։ Ի վերջո, սա հայ ժողովրդի եւ հայկական հաստատությունների գործն է, թե ինչպիսի ժողովրդավարություն են ուզում ունենալ եւ ինչպես հասնել դրան։ Այո, դա մեր գործն է։ Այն, որ մեր երկրում խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որ կան քաղաքական հետապնդումներ, որ քաղաքացիական հասարակությունը լռում է, համագործակցում իշխանությունների հետ, այո, սա մեր պատասխանատվությունն է եւ մեր անելիքը։ Իսկ ձեր գործը տեսանելի առաջընթացի մասին կասկածելի զեկույցներ գրելն է, իրականությունը լղոզելն ու օրվա իշխանությունների համար քաղաքական հենարան դառնալը, հատկապես այն ժամանակ, երբ առկա են ձեզ համար ձեռնտու աշխարհաքաղաքական շահեր։ Ինչու ես չեմ խոսում Ռուսաստանի Դաշնության մասին, որովհետև ակնկալիքներ չունենք այս երկրից։ Ռուսաստանի Դաշնությունը ավտորիտար մի երկիր է, որը կարող էր մեկ գիշերում փոխել մեր աշխարհաքաղաքական ուղղությունը։ Այո, այսպիսին է Ռուսաստանը։ Այս երկրին ամենևին հետաքրքիր չեն ժողովրդավարության, մարդու իրավունքների վիճակը մեր երկրում։ Դուք եք այսօր խոսում ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ներկայացնում եվրոպական արժեհամակարգն ու եվրոպական արժեքները։ Եթե սա ժողովրդի գործն է, ապա առնվազն պետք չէ խանգարել, լեգիտիմացնել ապօրինությունները, սրբագրել մարդու իրավունքների ոտնահարումները դիվանագիտական բառապաշարով։ Մնացածը մենք ինքներս կկարգավորենք, եթե դեռ հնարավոր է։ Օգտվելով առիթից այս եթերի շրջանակներում Եվրամիության տեսփանին հրավիրում եմ Գալայ գրասենյակ հարցազրույցի։ Խոսելու ենք հայաստանյան ժողովրդավարության մասին, հենց այն թեմայից, որը հնարավորինս լղոզվեց հանրայինի եթերում։